Որտեղ է անցնում խոշտանգման և պաշտոնական լիազորությունների չարաշահման միջև իրավական սահմանը և ինչու է նմանատիպ հանցավոր բռնարարքները երբեմն ստանում տարբեր գնահատականներ։ Այսօր կխոսենք այն մասին, թե ինչու են Հայաստանում խոշտանգման մի շարք գործեր վերավորակվում որպես պաշտոնական լիազորությունների չարաշահում, ինչ իրավական և գործնական խնդիրներ են դրանում առկա և ինչպես է դա անդրադառնում արդարադատության, պատժի համաչափության և մարդու իրավունքների պաշտպանության վրա։ Փորձելու ենք պարզել խնդիրը միայն ապացուցման բարդությունն է, իրավակիրառ պրակտիկան, թե նաև ինստիտուցիոնալ պատասխանատվության հարց, որոնք են վերավորակման հետևանքները տուժողների համար և արդյոք այս մոտեցումը չի թույլատնում խոշտանգման որպես մարդու արժանապատվության դեմ ուղղված ծանր հանցագործության իրավական ընկալումը։ Այս բոլոր հարցերի պատասխանները մեկ տեսանյութում։ Խոշտանգում թե պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որտեղ է անցնում իրավական սահմանը։ Հայաստանում խոշտանգման վերաբերյալ քրեական գործերի մի մասի հետագա վերավորակավորումը որպես պաշտոնեական լիազորությունների չարաշահում տարիներ շարունակ դարձել է իրավական և հասարակական լուրջ քննարկումների առարկա։ Առաջին հայացքից նույնաբովանդակ թվացող արարքները երբեմն արժանանում են արմատապես տարբեր իրավական գնահատականի, ինչը ոչ միայն ազդում է պատժաչափի, այլև արդարադատության ընկալման վրա։ Գործնականում խոշտանգման գործերի վերավորակավորման հիմնական պատճառը ապացուցման բարձր շեմն է։ Խոշտանգման հանցակազմի դեպքում քննությունը պարտավոր է հիմնավորել ոչ միայն բռնության փաստը, այլև դրա նպատակային բնույթը։ Եթե քննության ընթացքում չի հաջողվում աներկբա ապացույցներով հաստատել, որ բռնությունը կիրառվել է օրինակ ցուցմունք կորզելու կամ պատժելու նպատակով, ապա իրավապահները հաճախ ընկնում են ավելի ճակերտավոր ասված անվտանգ իրավական որակում՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում։ Մյուս գործոնն է իրավակիրառ պրակտիկան։ Երկար տարիներ խոշտանգման հոդվածը կիրառվել է չափազանց սահմանափակ, ինչի հետևանքով այն ընկալվել է որպես բացառիկ դեպքերի համար նախատեսված նորմ։ Արդյունքում նույնատիպ բռնի գործողությունները հաճախ տեղավորել են պաշտոնեական չարաշահման շրջանակում։ Փաստաբան Արմինե Ֆանյանը որպես պաշտպան ներգրաված է եղել մի շարք նմանատիպ քրեական գործերով, որտեղ իրավական այդ նուրբ տարբերությունը էականորեն ազդել է ողջ դատավարության վրա։ Քրեական վարույթը նախաձեռնված է խոշտանգման դեպքով, այսինքն նախնական իրավական գնահատականը այն էր, որ տեղի ունեցած դեպքը խոշտանգում է։ Փաստերը մոտավորապես հետևյալն էին, ոստիկանության ծառայողը հանցագործության ահազանգով մեկնում է դեպքի վայր, որպեսզի ձերբակալում իրականացնեն, խափանեն հետագա հանցավոր վարքագիծը այդ անձի, որտեղ այդ անձի դեռևս դեպքի վայրում է եւ շարունակում էր հանցավոր վարքագիծը, երբ որ ժամանում է իր գործընկերոջ հետ դեպքի վայր, անձը շարունակում է իր հանցավոր վարքագիծը, գույք է սկսում վնասել եւ այլն, հենց իրենց իսկ ներկայությամբ մի փոքր ոչ adekvat վիճակում է լինում։ Այդ ամենը զուգորդվում է սարսափելի հայհոյախառն արտահայտություններով, ոստիկանների պատիվը, արժանապատվությունը նշանակելով, մի խոսքով շատ վատ գործողություններով զուգորդված հանցավոր վարքագիծ է դրսևորում անձը, այն անձը, ով որ հանցանք էր կատարել, եւ տեսանյութում երևում էր, թե ինչպես է ոստիկանության ծառայողը շատ համբերատար, բավականին երկար սպասելուց հետո բռունցքով 2 հարված հասցնում քաղաքացուն։ Իհարկե, ինչպես քիչ առաջ նշեցի, խոշտանգման դեպքի առթիվ է վարույթը նախաձեռնվում, բայց մեղադրանքը ներկայացում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով։ Իրականում ասեմ, որ այս 2 հանցակազմերի սահմանը բավականին նուրբ է, որքան էլ որ իրենք տարբեր հանցագործություններ են, իրենց դրսևորման ձևերով, էությամբ, բայց իրենք շատ սահմանային են եւ միմյանցից սահմանազատման իրականում խնդիրներ կան։ Ես գիտեմ նաեւ, որ ձեր հաղորդաշարից մեկում մեկ այլ հաղորդման էի մասնակցում, որում քննարկում էր նմանատիպ դեպք,
որտեղ անձը դատապարտվել էր արդեն խոշտանգման հոդվածով։ Եվ սա պատահական չէ, որտեղ իրականում չի բացառում, որպեսզի շփոթություն առաջանա այս երկու հոդվածների միջև։ Ինչն է կարևոր, ինչը պետք է հաշվի առնի վարույթ իրականացնող մարմինը, հա։ Նախ դրսևորած բռնության հայ իշխանության ներկայացուցչի կամ պաշտոնատար անձի ինտենսիվությունը, նրա դրսևորած արարքի սուբյեկտիվ կողմը, որքանով է նա ցանկացել ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառել անձին, հա, որովհետև այո, անձը կարող է բռնություն գործադրելով կատարել պաշտոնեական լիազորությունների չարաշահում կամ անցում, որը կարծես թե արտաքին հատկանիշներով նույնանում է խոշտանգման հետ, բայց խոշտանգման դեպքում այդ բռնության ինտենսիվությունը, պաշտոնատար անձի կողմից այդ անձին հատկապես ցավ պատճառելու ցանկությունը, մղումը, հա, պետք է լինի դոմինանտ։ Բացի այդ, իհարկե խոշտանգումը մի շարք օրենքում նշված նպատակներով է իրականացվում, ինքնախոստովանություն ստանալու կամ անձին կատարած արարքի համար պատժելու, այս սա նաև կարող է շփոթություն առաջացնել, հա, պաշտոնեական լիազորությունների չարաշահման հանցակազմի հետ, որովհետև մի փոքր շոշափելի չէ, հա, ինչ ասել է, թե կատարած արարքի համար պատժելու նպատակով անձին ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը։ Իրոք որ ինչ է շփոթություն։ Այո, որոշակի շփոթություն առաջացնող օբյեկտիվ կողմի ըստ էության սուբյեկտիվ կողմի բան է, դրսևորում է, բայց այնուամենայնիվ ինքը խոշտանգման հանցակազմի հատկանիշ է։ Եվ այսինքն այս հատկանիշները կարող են արդեն վկայել անձի արարքում խոշտանգման հանցակազմի առկայության մասին, բայց այստեղ իմ գնահատմամբ շատ կարևոր է հենց հատկապես սուբյեկտիվ կողմի առկայությունը, թե օրինակ պաշտոնատար անձը ինչ մղմամբ, ինչ սուբյեկտիվ բովանդակությամբ, ինչ դիտավորությամբ է գործել։ Եթե մենք տեսնում ենք, որ օրինակ այս նմանատիպ իրավիճակ է եւ ուղղակի նրա համբերության բաժակը լցում, իհարկե դա էլ է անթույլատրելի, որովհետեւ մեկը չի արդարացնում այդ արարքը, բայց եթե այդ պորտկումը, հա, ինքը զուտ պորտկում է անձի դրսևորած հակաիրավական վարքագծի, սա իհարկե խոշտանգման հանցակազմի համատեքստում գնահատվել չի կարող որևէ պարագայում, բայց եթե մենք տեսնում ենք, որ օրինակ պաշտոնատար անձը կամ ընդունենք ոստիկանության ծառայողը բռնությունը դիտավորյալ է գործադրում հենց այո հատուկ զուտ այն արարքի համար, որի համար այդ անձը բռնվել է, բերվել է ոստիկանության բաժին կամ դիտավորության բռնություն է գործադրվում կամ հոգեկան տառապանքի անձին պատճառում սպառնալիքներ հնչեցնելու տեսքով, որպեսզի նրանց ինքնախոստովանական ցուցմունք ստացվի եւ այլն, այս դեպքերում մենք կարող ենք իհարկե խոսել խոշտանգման հանցակազմի առկայության մասին։ Վերավորակավորման ամենախնդրահարույց հետևանքը պատժաչափերի էական տարբերությունն է։ Խոշտանգումը նախատեսում է զգալիորեն ավելի ծանր պատիժ, հաշվի առնելով դրա վտանգավորությունը եւ մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումը։ Մինչդեռ պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքում պատիժը հաճախ ավելի մեղմ է, երբեմն պայմանական կամ ազատազրկման կարճ ժամկետով։ Սա հասարակության մեջ ստեղծում է արդարության խաթարման զգացում, հատկապես այն դեպքում, երբ տուժողը փաստացի ենթարկվել է նվաստացնող կամ ցավ պատճառող վերաբերմունքի, սակայն իրավական գնահատականը չի արտացոլում այդ ծանրությունը։ Եթե օրինակ սպառնալիքը ասենք հարազատի նկատմամբ գործադրվելիք բռնության, հա, ապագայում ասում եմ, չգիտեմ, եթե դու չխոստովանես այս արարքը, որ դու ես կատարել, որդուդ ենք բերելու այստեղ, որդուդ ենք ծեծի ենթարկելու եւ այլն, սա տեսեք ապագայում սպասվող այնպիսի գործողության սպառնալիք է, որը այդ անձի մոտ կարող է, հա, այդ երգյուղը, այդ վախը առաջացնել իր հարազատի նկատմամբ եւ ստիպված նա տա ինքնախոստովանական ցուցմունքներ։ Սա վստահաբար կգնահատվի խոշտանգման հանցակազմի համատեքստում, որտեղ մենք եվրոպական դատանի որոշում ունենք Հայաստանի դեմի դեպք կայացված, որտեղ անձանց հավաստիացրել են, որ հարևան սենյակից լսվող այդ ձայները եւ այլն իրենց երեխայի նկատմամբ դրսևորվող բռնության արդյունք են եւ եթե իրենք չխոստովանեն իրենց կողմից կատարած արարքը, այդ բռնությունը շարունակվելու է եւ անձը ինքնախոստովանական ցուցմունք է տվել ու դե բնականաբար հետագայում
Եվրոպական դատանը Հայաստանի դեմ մեծ մասով որոշում է կայացել։ Սա իհարկե խոշտանգման դասական դրսևորում է, բայց չեն բացառվում իրավիճակներ, որ այո կրկին լինեն խիստ սահմանային։ Այստեղ շատ կարևոր է վարույթ իրականացնող մարմնի օբյեկտիվությունը, նախ ճիշտ վերհանելու այն բոլոր դետալները, որոնք այդ հանցակազմի հատկանիշ են, եւ պարտադիր անել հնարավոր ամեն բան, որպեսզի բացահայտի պաշտոնատար անձի սուբյեկտիվ ընկալումը եւ դիտավորությունը, այդ արարքը կատարելիս։ Եթե այդ դիտավորությունը բացահայտվի, որ իսկապես այս արարքը կոնկրետ հենց դիտավորությամբ էլ կատարվել է, որպեսզի հոգեկան տառապանք պատճառվի կամ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառվի եւ դա միտված է եղել այն նպատակներին, որոնք հոդվածում նշված են, մենք գործ ունենք խոշտանգման հանցակազմի հետ։ Խոշտանգման եւ պաշտոնեական չարաշահման միջև սահմանը միայն իրավաբանական նրբության հարց չէ։ Այն վերաբերում է նաեւ քաղաքական կամքի, ինստիտուցիոնալ անկախության եւ մարդու իրավունքների պաշտպանության մշակույթի մակարդակին։ Քանի դեռ խոշտանգման դեպքերի բացահայտումը եւ պատշաճ որակումը չեն ընկալվում որպես առաջնահերթություն, վերավորակավորման պրակտիկան շարունակելու է ստվեր գցել արդարադատության վրա։ Նույնաբովանդակ թվացող արարքների տարբեր իրավական որակումը պայմանավորված է ոչ այնքան օրենքի բացակայությամբ, որքան դրա կիրառման բարդությամբ եւ երբեմն խուսափողականությամբ։ Շատ լուրջ հանցագործություն է համարվում խոշտանգումը, ասեմ, որ այսօր ցավով պետք է արձանագրեմ, որ խոշտանգման դեպքերը արդեն սկսել են շատանալ։ Մենք օրորի ավելի ու ավելի շատ ենք լսում խոշտանգման դեպքերի մասին։ Ես ինքս ունեմ իմ վարույթում գործեր, որտեղ ցավոք սրտի անձանց նկատմամբ ոստիկանության բաժիններում բռնություն է կիրառվել, որպեսզի ստացվի ինքնախոստովանական ցուցմունք, ավելին այդ վնասվածքները նրանց վրա իսկապես հայտնաբերվել են, մենք բնականաբար հաղորդում ենք ներկայացրել, նախաձեռնվել է քրեական վարույթ եւ այլն, բայց տեսեք պետության հետևողականությունը, այս հանցագործների բացահայտման հարցում բավարար չեմ համարում, որտեղ կոնկրետ օրինակ մի դեպքով քննիչի մոտեցումն այն էր, դե գուցե եւ վնասվածքները այո ֆիքսեցինք, հայտնաբերեցինք, հիմնավորվեց, որ դա ինքը մինչեւ բաժին ստանալը չի ձեռք բերել, բայց դե հիմա չենք կարող հայտնաբերել, որ պաշտոնատար անձներ են խոշտանգել կամ որ ոստիկաններ են խոշտանգել, իսկ այդ անպատժելիության մթնոլորտը ծնում է հանցագործության նոր դեպքեր հարգելներս եւ եթե մենք մի քանի տարի առաջ խոշտանգման փաստի մասին լսում էինք, դա մեզ մոտ շոկ էր առաջացնում, որ հնարավոր է նույնիսկ այս փուլում, մեր իրավական պետության ընդունենք այս փուլում ունենալ խոշտանգման դեպք, այսօր արդեն ցավոք արդեն զարմանք չենք ապրում, որովհետև այդ դեպքերը հետս սկսել են թափ առնել, նշանակում է պետության քրեական քաղաքականությունը այս մասով վարվող բավարար չէ։ Պետք է ավելի լուրջ գործիքակազմ, պետք է կամք, որպեսզի ոչ թե կոնկրետ դեպքերով, որով որ պետք է դրանցով խոշտանգումը հաստատվի, այլ հաստատվի այն բոլոր դեպքերով, որտեղ որ խոշտանգումը կա իրապես։ Եթե մի քանի պաշտոնատար անձ իրապես խոշտանգումով դատապարտվի, դեպքերը կրկին կսկսեն նվազել, բայց քանի դեռ այս ամենաթողության մթնոլորտն է եւ նույնիսկ շատ դեպքերում ջանք ենք գործադրում, որպեսզի վարույթ նախաձեռնվի, իմացեք, որ այս դեպքերը կրելու են շարունակական բնույթ։ Խոշտանգումը որպես հանցակազմ պահանջում է խիստ եւ սկզբունքային մոտեցում, քանի որ խոսքը պետության կողմից մարդու արժանապատվության ոտնահարման մասին է, իսկ յուրաքանչյուր վերավորակում, որը չի արտացոլում արարքի իրական էությունը, փաստացի նվազեցնում է պետության պատասխանատվությունը սեփական քաղաքացիների նկատմամբ։ Երևանում արձանագրվել է հերթական ծանր հանցագործությունը։ Ամուսինները խաբեությամբ մուտք գործելով իրենց ծանոթի բնակարան բռնություն են գործադրել տանտիրոջ նկատմամբ ու հափշտակել նրա ավտոմեքենայի բանալին։ Միջադեպի մանրամասները պարզվել են նախաքննության ընթացքում, իսկ գործն արդեն հասել է դատախազական հսկողության փուլին։ Երևանում բացահայտվել է ամուսինների կողմից իրականացված բռնի հափշտակության դեպք։
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է քրեական վարույթի նախաքննությունը, որի ընթացքում պարզվել են միջադեպի բոլոր մանրամասները։ Քննությամբ պարզվել է, որ 2025 թվականին մայիսի 18-ին ամուսինները այցելել են իրենց ծանոթի բնակարան։ Խաբեությամբ ներս մտնելով բնակարան տղամարդը բռնել է տանտիրոջ պարանոցից եւ պահանջել լուր մնալ, այդ պահին ներս թողնելով նաեւ կնոջը։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ Հայաստան Պետության քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ վարորդական ապացուցողական գործողություններ, նշանակվել են դատագենետիկական, դատա-ապրանքագիտական, դատամատնադրոշման, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննություններ։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հիմնավորվել է, որ 2025 թվականի մայիսի 18-ին ժամը 01:00-ի սահմաններում մեղադրյալները օգտվելով տուժողի հետ նախկին ունեցած ընկերական հարաբերություններից մուտք են գործել վերջինիս բնակարան, նախաբասկի արմնկային հատվածով բռնել են տուժողի պարանոցից, բռնություն գործադրել, գումար են պահանջել։ Զույգը բռնություն է գործադրել տանտիրոջ նկատմամբ, պահանջելով նրանից 280,000 դրամ։ Երբ տուժողը հրաժարվել է գումար տալ, ամուսինները վերցրել են վերջինիս շուրջ 2 միլիոն դրամ արժողությամբ ավտոմեքենայի բանալին եւ հեռացել դեպքի վայրից։ Գումարի մերժումը ստանալու պարագայում վերջինիս կապել են կպչուն ժապավենով, ձեռքերը, ոտքերը եւ կրկին գումար են պահանջել։ Գումարի պահանջը մերժելու դեպքում վերցրել են վերջինիս պատկանող Volkswagen Magdish ավտոմեքենայի բանալները եւ հեռացել են։ Դեպքի առթիվ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Ամուսինները մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ավազակություն, որը կատարվել է բնակություն ապօրինի մուտք գործելու եղանակով։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա մեղադրյալների նկատմամբ 30 տարեկան տղամարդու եւ կնոջ նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով եւ մեղադրական եզրակացություն ուղարկվել էր դատախազի հաստատմանը։ Քննության ընթացքում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել եւ ետ է վերադարձվել տուժողին։ Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը արդեն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Անչափահասների մասնակցությամբ թմրանյութերի տարածումը պարզապես հանցագործություն չէ, դա գիտակցված հարված է հասարակության ամենախոցելի շերտին։ Երբ մեծահասակները կամ հանցավոր խմբերը իրենց շահի համար օգտագործում են երեխաներին, նրանք ոչ միայն խախտում են օրենքը, այլ խլում են ապագան փոխարինելով այն կախվածությամբ, վախով եւ կործանված ճակատագրերով։ Սա բիզնես չէ, սա երեխաների կյանքի շահագործում է։ Ամեն մի ներքաշված անչափահաս նշանակում է մեկ կոտրված ընտանիք, մեկ վտանգված առողջություն, մեկ նվազած հնարավորություն նորմալ կյանքի համար։ Այս շղթայում անմեղ դեր գոյություն չունի, ով ներգրավում է երեխայի արդեն իսկ կատարում է բարոյական ծանրագույն հանցանք։ Հասարակությունը պետք է անզիջում լինի նման երևույթների հանդեպ։ Լռությունը այստեղ հանցակից է դառնում։ Պետք է բարձրաձայնել, կանխել, պատասխանատվության ենթարկել։ Երեխաները չպետք է լինեն ոչ մեկի շահի գործիքը։ Ապագան կառուցվում է պաշտպանելով անչափահասներին, ոչ թե նրանց վտանգի մատնելով։ Եվ ուրեմն, Լոռու մարզում բացահայտվել է թմրամիջոցների իրացման հերթական դեպքը, այս անգամ ցավոք անչափահասների մասնակցությամբ։ Քրեական ոստիկանությունը պարզել է, որ 17-ամյա պատանիները թմրամիջոցների իրացում են իրականացրել տեղադրման եղանակով։ Դեպքի մանրամասները ներկայացնում են Լոռու մարզային վարչության քրեական ոստիկանները։ Լոռու քրեական ոստիկանությունը բացահայտել է թմրամիջոցների իրացման դեպք անչափահասների մասնակցությամբ։ Վանաձորի եւ Սարամեջ գյուղի բնակիչ 2 17-ամյա պատանիներ թմրամիջոցներ են իրացրել տեղադրման եղանակով։ Հունվարի 12-ին ժամը 12:25-ին Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում նրանցից մեկը հայտնաբերվել է։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության ծառայողների կողմից օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքի 17-ամյա բնակիչը տեղադրելու միջոցով 17-ամյա Սարամեջ գյուղի բնակչի հետ միասին թմրանյութեր են իրացնում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում եւ ստացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում 2026 թվականի հունվարի 12-ին Վանաձոր քաղաքի 17-ամյա բնակիչը հայտնաբերվեց Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոտայի 23 հասցեի մոտ եւ թմրանյութ պահելու, ձեռք բերելու եւ իրացնելու
անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվեց եւ տեղափոխվեց քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչություն։ Ձերբակալվածի անձնական խուզարկությամբ վերջինիս պայուսակից հայտնաբերվեց գաղտնի փականով ծալովի դանակ, 4 փաթեթ, ինքնակպչուն զրապանվերնով փաթաթված, որի մեջ լցված էր մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նույն օրը ժամը 16:55-ին հայտնաբերվել եւ վարչություն է տեղափոխվել նաեւ երկրորդ 17-ամյա պատանին։ Հետագա օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թմրամիջոցով փաթեթները նրանց է փոխանցել նույն գյուղի մեկ այլ 17-ամյա պատանի։ Հետագա միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկությունների իրացնելիս պարզվեց, որ 17-ամյա Վանաձորցու մոտ հայտնաբերված 4 փաթեթ մարիխուանա տեսակի թմրամիջոցը նրան իրացրել է նույն օրը Վանաձոր քաղաքի Ղարաքեշյանի անվան ուսումնարանի մոտ Սարամեշ գյուղի 17-ամյա բնակիչը։ Նույն օրը նա հայտնաբերվեց, ձերբակալվեց եւ տեղափոխվեց Լոռու մարզային վարչություն, որտեղ տարված բացատրական աշխատանքների արդյունքում նա հայտնեց, որ Սարամեշ գյուղի սկզբնամասում Սարամեշ գյուղի բնակիչ մեկ այլ 17-ամյա բնակչի հետ միասին թմրամիջոցը գտել են Սարամեշ գյուղի սկզբնամասում, որտեղ դեն վերցրել է թմրանյութը, որից 4 փաթեթը իրացրել է 17-ամյա ային, որոնցից մնացած փաթեթները պահել է իր մոտ։ Նույն օրը ձերբակալվել է դեն տեղափոխվել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչություն, որտեղ եւս տարված բացատրական աշխատանքների շնորհիվ դեն խոստովանել է իր կողմից կատարված արարքը եւ հայտնել, որ անհրաժեշտության դեպքում կարող է մատնացույց անել, սակայն չի հիշում մնացած թմրանյութերի քանակը։ Անչափահասների ցուցմունքներով նրանք թմրամիջոցներով փաթեթները իբր գտել են, որոնց մի մասը թաքցրել են Սարամեջ գյուղի սկզբնամասում։ Հունվարի 14-ին իրականացված զննության արդյունքում նշված վայրում հայտնաբերվել է մարիխուանայով փաթեթավորված 19 կապոց։ Քրեական վարույթի շրջանակներում դեպքի վայրի զննությամբ Սարամեջ գյուղի սկզբնամասում հայտնաբերվեց թմրանյութով փաթաթված մեկ ընդհանուր փաթեթ, որի մեջ առկային թվով 19 փոքր փաթեթներ լցված մարիխուանա տեսակի թմրամիջոցով։ Դատարանի որոշմամբ անչափահասներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական վերահսկողություն համակցված բացակայելու արգելքի եւ դաստիարակչական վերահսկողության հետ։ Ոստիկանությունը հիշեցնում է, որ թմրամիջոցների իրացումը, այդ թվում տեղադրման եղանակով, համարվում է հանցագործություն եւ ենթադրում է քրեական պատասխանատվություն։ Միևնույն ժամանակ իրավապահ մարմինները կոչ են անում ծնողներին առավել ուշադիր լինել անչափահասների վարքագծի նկատմամբ, մշտապես զգուշացնել նրանց օրենքի խախտման հետևանքների մասին եւ հեռու պահել հակաօրինական գործողություններից։ Ծանուցում։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ այս պահին կարևոր է իմանալ էջն է, որտեղ մենք ունենում ենք հյուր, ով նեղ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձ է եւ ձեր կողմից բարձրաձայնվող խնդիրներին եւ հարցերին տալու է սպառիչ պատասխան։ Իմ հյուրն է Երևանի պետական համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու փաստաբան Արսեն Հովհաննիսյանը։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Ես առաջարկում եմ դիտել տեսանյութը, հասկանալ, թե ինչ իրավիճակ է քաղաքացին ներկայացնում, որից հետո նոր անցնել քննարկման։ Շատ լավ։ Խնդրեմ։ Հավարկ ունեմ բեկալած 4-5 միլիոնի, հիմա ուզում եմ սնանկ ճանաչվեմ։ Ծանր սոցիալական վիճակներ է, բայց կնոջս հետ համատեղ հիպոթեք ունենք։ Ուզում եմ սնանկ ճանաչվենք, բայց տունը չկորցնենք, էլի միակ մեր ապրուստի տեղն է, որը չենք ուզում կորցնենք։ Քաղաքացին ներկայացնում է հասարակ մի իրավիճակ, կարծում եմ, որ տարածված է։ Շատ տարածված։ Ունի վարկային պատմություններ, ունի նաև հիպոթեկով գնված տուն, որտեղ երկու անձիկ են, փաստացի վարկառու ինքնուկինը, փորձում է սնանկության գնալ, բայց այնպես, որ իր սեփական բնականից չզրկվի։ Սկսենք ամենասկզբից, ինչ է կարևոր իմանալ այս խնդրի լուծման համար։ Շատ լավ։ Նշված խնդիրները, ինչպես ճիշտ նկատեցիք, շատ հաճախ են հանդիպում, երբ որ քաղաքացիները ստանձնում են վարկային պարտավորություններ, հետագայում դրանք չեն կարողանում կատարել եւ կանգնում են
լուրջ խնդիրների առջև, այդ թվում նաև իրենց գույքը տվյալ իրավիճակում, ինչպես տեսանք, քաղաքացին նկարագրում է, որ մի հատ բնակարան ունի, այսինքն միակ բնակարանը կորցնելու վախի առջև։ Եվ տվյալ իրավիճակում կարևոր է իմանալ մի քանի հանգամանք, առաջին հերթին, որ քաղաքացու նկարագրած դեպքը, երբ որ վերջինս ցանկանում է սնանկության գնալ, վերաբերում է կամավոր սնանկությանը։ Ընդհանրապես սնանկության մասին օրենքը նախատեսում է երկու հնարավորություն՝ հարկադրված սնանկություն եւ կամավոր սնանկություն։ Այս իրավիճակը կապ ունի կամավոր սնանկության հետ, երբ անձը չունի բավարար դրամական միջոցներ իր պարտավորությունները մարելու համար եւ ցանկանում է սնանկության ճանապարհով այդ գործընթացը անցնել։ Չբացառենք նաև այն հանգամանքը, որ քաղաքացին գուցե ամիսներ շարունակ չվճարի եւ արդեն հարկադիր սնանկության գնա։ Եթե վերջինս չունի իրականում դրամական միջոցներ ընդհանրապես վարկային պարտավորությունները մարելու համար, այլ ոչ թե, այսպես ասած, ինչ որ ձևով կարողանում է մարել միջև կարողանա իրավիճակից ելք գտնել, եթե վերջինս չունի դրամական միջոցներ, ապա տևական ժամանակ պարտավորությունները չկատարելը կարող է հանգեցնել նաև հարկադրված սնանկության, որի դեպքում օրենքը նախատեսում է հետևյալ իրավիճակը, որ հարկադրված սնանկության համար անհրաժեշտ է 2 միլիոն դրամը գերազանցող անվիճելի վճարային պարտավորություն եւ դրա 90-օրյա եւ ավելի ժամկետով կետանց։ Ինչ է նշանակում անվիճելի վճարային պարտավորություն, որ այդ պարտավորությունը կամ չի վիճարկվում, եթե պարտատերը դիմում է սնանկության դատարան դիմումով եւ պարտապանը 15-օրյա ժամկետում չի վիճարկում այդ դիմում նշված պարտավորությունը, կամ եթե վիճարկում է պարտավորությունը, սակայն այդ պարտավորությունը բխում է մի քանի հիմքերից, կամ դատական ակտից է բխում եւ չկա հաշվանցի հնարավորություն, այսինքն չկա տվյալ պարտադիրոջ հետ այլ պարտավորություն, որով պարտապանն էլ պարտատերը այդ անձի հանդեպ ինքն էլ ունի դրամական պահանջ, չեն կարող հաշվանցել, կամ բխում է գրավոր գործարքից եւ պարտապանը չի կարողանում ցույց տա, որ այդ գրավոր գործարքի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի, կամ բխում է հարկեր, տուրքեր կամ այլ պարտի վճարներ վճարելու պարտականությունից։ Տվյալ իրավիճակը երկրորդ դեպքն է, բխում է գրավոր գործարքից եւ եթե տևական ժամանակ վճարումը չկատարվի եւ վճարման ժամկետը խախտվի 90 օր եւ ավել ժամկետով եւ գումարի չափը գերազանցում է 2 միլիոն դրամը, կարծես թե տվյալ իրավիճակում այո գերազանցում է, բանկը ունի իրավական հնարավորություն դրվյալ իրավիճակում միանգամից սնանկության դիմում ներկայացնել դատարան։ Այս դեպքում ռիսկերին անդրադառնանք, քաղաքացին ունի բնակարան հիպոթեկային պայմանագրով գնաց, ինչ ռիսկեր կան այստեղ թաքնված։ Նայեք, ռիսկերը բազմաշերտ կարող են լինել, մեկ կամ երկու չեն։ Քաղաքացու հայտնած տեղեկությունից մենք կարող ենք ենթադրել, որ խոսքը վերաբերում է հենց տվյալ բանկում ձևակերպված հիպոթեկին եւ տվյալ բանկի հետ իր դրամական հարաբերությանը, այսինքն եւ վարկն է տվյալ բանկում։ Այսինքն խոսքը գնում է մեկ բանկի մասին։ Այդպես պատկերացրեցինք մենք ամեն դեպքում։ Քանի որ դրա վերաբերյալ ստույգ տեղեկատվություն չունենք, եկեք քննարկենք երկու տարբերակներ։ Շատ լավ։ Եթե խոսում ենք մեկ բանկի մասին, երբ որ եւ վարկն է տվյալ բանկում ձևակերպված եւ բնականաբար գույքը գրավադրված է տվյալ բանկում, նախ եթե հարկադրված սնանկության պարագայում գրավով ապահովված պարտավորությունների պարագայում այդքան էլ նպատակահարմար չի թվում բանկի համար, որ գրավի առարկայի բռնագանձման գործընթացի փոխարեն վերջինս սնանկության գործընթաց նախաձեռնի, այսինքն եթե քաղաքացին պետք է սպասի բանկի կողմից սնանկության գործընթացի նախաձեռնմանը, դա իհարկե շատ հանգամանքներ կան, որոնք պետք է հաշվի առնվեն, բայց զուտ այս փաստերով, եթե կա գրավի առարկա, որի վրա կարող է բռնագանձում տարածվել, այո, բանկի համար ավելի հեշտ է այդ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելը, հեշտ հարաբերական իմաստով, որովհետև դա էլ հեշտ գործընթաց չէ իհարկե, բայց սնանկության գործընթացի հետ համեմատած ավելի հեշտ է, ես ընդամենը երկու առանձնահատկություն նշեմ այդ մասով, որ սնանկության վարույթը երբ որ նախաձեռնվեց արդեն, անձը սնանկ ճանաչվեց, այդ հատուկ իրավական ռեժիմ է գործում։ Նշանակում է սնանկության կառավարիչ, պարտապանն այլևս իր գույքը չի կառավարում, պարտատերը կարող են իրենց պահանջները ներկայացնել եւ այս դեպքում արդեն կարող են նաեւ բանկի համար ռիսկեր առաջանալ իր պահանջի բավարարման տեսանկյունից։ Չնայած բանկի պահանջը գրավով ապահովված պահանջ է համարվում, այսինքն ինքը ունի առաջնահերթություն, նույնիսկ սնանկ ճանաչվելու դեպքում բանկը կարող է գրավի առարկան արտադատական կարգով ադատանից դուրս տանել ինքը իրացնել հրապարակային սակարկությունների միջոցով եւ ձևավորված գումարից իր
պարտքը վերցնել եւ եթե ավել Այն գումար դեպքում, երբ փաստացի հիպոթեկային գումարը մարվի կնոջ կողմից։ մենք հիմա կքննարկենք նաեւ այդ տարբերակը, որովհետեւ դա ավելի է բարդացնում իրավիճակը։ Եվ բանկը կարող է եթե ավել գումար մնա, մնացածը կփոխանցի սնանկության հաշվին, որպեսզի մնացած պարտների պահանջները բավարարվեն։ Այսինքն բանկը եւ սնանկության դիմում ներկայացնելու պարագայում եւ չներկայացնելու պարագայում ունի գրավի առարկան արտադատական կարգով իրացնելու հնարավորություն։ Իհարկե տվյալ իրավիճակում կարծես թե սա իրենց միակ բնակարանն էր եւ եթե միակ բնակարանն է, այս դեպքում միակ բնակարանի իրացման դեպքում այլ կարգ է գործում։ Սահմանափակում կա նվազագույն գումար կառավարության որոշմամբ սահմանված, որ իրացման արդյունքում այդ նվազագույն գումարը տրամադրվում է պարտապանին եւ նոր մնացած գումարը պարտավորությունների մարմանն է ուղղվում։ Երկրորդ իրավիճակից խոսենք, երբ կինը փաստացի շարունակի վճարումները կատարել։ Եթե մենք ճիշտ հասկացանք քաղաքացու խոսքերից, համավարկառուներ։ Այո։ Համավարկառուների պարագայում պարտավորությունը համապարտ է, այսինքն բանկի համար նշանակություն չունի ամուսներից ով է վարկը մարում։ Եթե որևէ մեկը վարկը մարում է, ապա բանկի համար, այսպես ասած, սնանկության դիմում ներկայացնելու պատճառներ գոյություն չունեն։ Վարկը կետանցված չէ, վարկի մարումը կատարվում է։ Այլ հարց է, որ անհրաժեշտություն է առաջացել տվյալ անձանց համար սնանկության գործընթացի դիմել, կոնկրետ մեր քաղաքացու համար, ով ցանկանում է Խնդիրը գործընթացին նրանումն է, դիմել։ որ բացի հիպոթեկային վարկից բանկում կա 4-5 միլիոն դրամի այլ վարկ։ Այսինքն իրենց առաջարկը եւ մտածմունքը հետեւյալն է. 4-5 միլիոնի դրամի մասով գնանք սնանկության, հիպոթեկը շարունակի մարել կինս։ Հիպոթեկի մարման գումարը փաստացի ունեն, հնարավորություն ունեն, բայց այն 4-5 միլիոն դրամի մասով ուզում են սնանկության գործընթաց սկսել։ Տվյալ իրավիճակում շատ կարևոր է հասկանալ, թե տվյալ 4-ից 5 միլիոն դրամի վարկային պարտավորությունը ում վարկային պարտավորությունն է։ Եթե միայն մեր տեսանյութում ամուսնու, հա, խոսացող անձի ուրեմն պարտավորությունն է, ապա տվյալ իրավիճակում վերջինս կարող է սնանկության գործընթաց նախաձեռնել, կամավոր սնանկության գործընթաց կարող է նախաձեռնել, եւ եթե կինը վարկային պարտավորությունները շարունակի մարել, ապա փաստացի, ոչ թե իրավական տեսանկյունից են խոսում, այլ փաստացի բանկի մոտ չի առաջանա տվյալ գույքի վրա բռնագանձում տարածելու անհրաժեշտություն, բայց ամեն դեպքում, եթե անգամ սնանկության վարույթը առկա է եւ եթե անգամ պարտավորությունները մյուս վարկառուն, համավարկառուն պատշաճ կատարում է մյուս վարկառուի մասով կա սնանկության վարույթ, իրավաբանորեն, իրավական առումով հնարավոր է այդ գույքի վրա բռնագանձման գործընթացը ամեն դեպքում նախաձեռնել։ Ձեռք բերված գույք է, որը կարող է որի պարագայում իհարկե եթե բռնագանձման գործընթացը նախաձեռնվի, ամեն դեպքում մեկ ամուսնու սնանկության վարույթի շրջանակներում, հա, գույքի արտադատական կարգով իրացման անհրաժեշտություն առաջանա, մյուս ամուսինը, կինը ունի, այսպես ասած, նախապատվության իրավունք ամբողջ բնակարանը ձեռք բերելու, հա, եւ բանկի այդ վարկային պարտավորությունը ամբողջությամբ մարելու կամ թեկուզ երրորդ անձ ներգրավելով։ Շատ լավ, մենք խոսեցինք այն մասին, որ լրիվ այլ իրավիճակ կարող է լինել, եթե օրինակ այդ 4-5 միլիոն վարկային պարտավորությունը մեկ այլ բանկում է, հիպոթեկային վարկը այլ բանկում։ Տարբերությունների մասին եմ ուզում նշենք։ Տարբերությունները իրավական տեսանկյունից այդքան էական չեն, որքան եթե խոսում ենք զուտ սնանկության դիմում ներկայացնելու պատճառների կամ անհրաժեշտության մասին, ապա բնականաբար այն մյուս բանկը, որտեղ այդ 3-4 միլիոն պարտավորությունն է, որը ապահոված չէ ոչ մի գույքով, ոչ գրավով, ոչ երաշխիքով, ոչ երաշխավորությամբ, չկա որևէ ապահովվածություն, ապա տվյալ բանկը այո ունի սնանկության դիմում ներկայացնելու պատճառներ։ Եվ եթե վերջինս ներկայացնի այդ սնանկության դիմումը, սնանկության գործի շրջանակներում, քանի որ կա վարկային պարտավորություն, հիպոթեկի վարկային պարտավորություն, տվյալ բանկը, հիպոթեկը ձևակերպած բանկը, որպես պարտատեր կարող է գրանցվել այդ սնանկության վարույթով եւ կրկին այդ միակ բնակարանի արտադատական կարգով իրացման խնդիրը կառաջանա։ Ռիսկը այնուամենայնիվ ռիսկը ամեն դեպքում կա, այո։ Ինքնասնանկացման դեպքում ռիսկը կա, եթե խոսքը վերաբերում է նմանատիպ հակ հիպոթեկային վարկի վարկային պարտավորություններին, գերազանցապես ես նշեմ, որ քաղաքացիները կամավոր սնանկության դիմում են մեծամասամբ սպառողական, հա, վարկեր ունենալու պարագայում, որոնք հիմնականում ապահոված պարտավորություններ չեն հանդիսանում եւ սպառողական վարկերով
երբ որ դիմում են սնանկ են ճանաչվում, սնանկության կառավարիչը իրականացնում է իրենց ֆինանսական գույքային դրության ուսումնասիրություն եւ վերլուծություն եւ պարզում է, որ նրանք ոչ մի բռնագանձման ենթակա գույքը չունեն, այդ պարագայում արդեն սնանկության եւ հետևանքներ որպես այդպեսին չեն առաջանում, սնանկության վարույթը ավարտվում է, նրանք ազատվում են բոլոր պարտավորություններից, բայց եթե մենք ունենք անշարժ գույք, հա, գրավի առարկա անշարժ գույք եւ վարկային պարտավորություն, ապա այստեղ բնականաբար ռիսկեր առկա են։ Ռիսկերի մասին։ Այ նմանատիպ մի ռիսկի վերաբերյալ նամակ է մեզ ուղարկել քաղաքացին, եթերից րոպեներ առաջ ենք ստացել նամակը, նկարագրում է իրավիճակ։ Նշում է, որ 1.5 տարի առաջ մեքենա է գնել փոխանակմամբ, մեքենան եղել է 8 միլիոն արժողությամբ, սակայն ձևակերպել են 3 միլիոն դրամ եւ այն 5 միլիոն դրամի փոխարեն ինքը իր մեքենան արել է փաստացի անվանափոխություն է արել գնորդի կնոջ անունով եւ պարզ չէ կինը ամուսնական հարաբերություններ իրականում առկայեն չեն եղել, տեղեկացրել է, որ կինս է արել է կնոջ անունով։ Այսինքն երկու մեքենան էլ նույն րոպեին անվանափոխություն է եղել, մեքենաներից մեկի վաճառքը ձևակերպվել է 3 միլիոն դրամ։ Հիմա այից ումից մեքենան ինքը գնել է, նշում է, որ այդ այս պահին սնանկության վարույթում է, սնանկ է ճանաչվում, կառավարիչը դիմել է ինձ եւ ասում է, որ մեքենան ոչ թե 3 միլիոն է, այլ 8 միլիոն է եւ 8 միլիոն պատճառված վնասի հատուցման պահանջով քաղաքացիական հայց է ներկայացրել դատան մեր քաղաքացու դեմ։ Քաղաքացին նշում է, որ փաստացի փոխանակում է իրականացրել։ Եվ եթե անգամ իրականացրել է այլ կնոջ անունով, բայց ում հետ ինքը եղել է ամուսնական հարաբերությունների մեջ, եթե անգամ ամուսնությունը գրանցված չի եղել, այնուամենայնիվ դա հնարավոր է բոլոր ապացույցներով եւ հաղորդագրություններով ներկայացնել։ Այս իրավիճակում քաղաքացու անելիքները։ Այստեղ խոսում ենք այն մասին, որ վերջին 5 տարվա ընթացքում կատարված գործարքները կարող են դառնալ սնանկության վարույթում քննարկման առարկա, նշված է, որ 1.5 տարի առաջ է գնել, հիմա սկսել է սնանկության վարույթը։ Շատ լավ, իրականում բավականին բարդ իրավիճակ է, ինչով է բարդ, որ մի կողմից մենք ունենք սնանկության մասին օրենքում հստակ կարգավորում, երկու ռեժիմ իրավական, փոխկապակցված անձանց, պարտապանին փոխկապակցված անձանց անհատույց օտարումները վերջին 5 տարվա ընթացքում սնանկության կառավարիչը դատական կարգով կարող է հետ պահանջել եւ վերջին 3 տարվա ընթացքում շուկայական գնից էականորեն ցածր գնով կատարված գույքային օտարումները։ Հիմա մենք ունենք իրավիճակ, որ սնանկ ճանաչված անձի գույքը ավտոմեքենան փաստաթղթերով օտարվել է 3 միլիոն դրամով, որը սնանկության կառավարչի գնահատմամբ ավելի էականորեն ցածր է, քան իր շուկայական արժեքը։ Եթե մենք նայում ենք սնանկության մասնօրենքի կարգավորումները, այո, սնանկության կառավարիչը կարող է տվյալ գործակի հետևից գնալ եւ փորձել այդ շուկայական եւ փաստացի իրացման գների տարբերությունը բռնագանձել, ինչու է անում դա սնանկության կառավարիչը, դա այսպես ասեմ, որ նաեւ մեր քաղաքացիների համար պարզ լինի, դա այնպես չի ինչ-որ մարդկանց վատություն անելու նպատակ է հետապնդում, դա իր պարտականությունն է։ Վերջինս պետք է դրամական միջոցներ հայթայթի, որպեսզի կարողանա պարտադերի պահանջները բավարարել։ Նա կատարում իր անմիջական պարտականությունը, այլ հարց է, թե ինչ գործիքակազմերով է կատարում եւ ինչպիսի ապացուցողական բազա ունի վերջինս այդ ամեն ինչին հասնելու համար։ Հիմա ինչ վերաբերում է մեր քաղաքացու հարցին, ինչ անելիքներ ունեմ ես թերևս այդ հարցադրումն է իրականացրել։ Շատ լավ, անելիքը հետեւյալն է, եթե հայցադիմումը արդեն իսկ ներկայացված է, ապա վերջինս զուտ այս փաստերի շրջանակում եմ ես պատասխանում, որովհետեւ մենք փաստաբաններս որպես կանոն իրավական եզրակացություն ներկայացնում ենք միայն փաստաթղթերին ծանոթանալուց հետո, հետեւաբար այնինչ ես ասում եմ վերաբերում է զուտ անձի ներկայացած հայտնի դարձած տեղեկատվությանը այլ նրբությունները հաշվի չառնելով կամ իրական փաստաթղթային վիճակը հաշվի չառնելով։ Եթե իր դեմ ներկայացվել է հայցադիմում, ապա վերջինս պետք է պաշտպանվի դրա դեմ, որտեղ անգործությունը կհանգեցնի հավանաբար հայցադիմի բավարարման։ Այո։ Հիմա նման պայմաններում վերջինս պաշտպանվելու եղանակը հայցադիմի պատասխան ներկայացնելն է, որը նա պետք է կատարեր հայցադիմի վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալու պահից երկշաբաթյա ժամկետում։ Եթե ժամկետում նա այդ գործողությունը չի կատարել, ապա հնարավորինս արագ պետք է առարկություն ներկայացնի դատարան, ինչու։ Որովհետև եթե նա այդ գործողությունները չի կատարում, ապա դատարանը կարող է անցնել պարզեցված վարույթով գործի քննությանը եւ առանց հանգամանքները պարզելու միանգամից անցում կատարել, ուրեմն վճռի հրապարակման։ Այսինքն եթե պատասխանողը չի առարկում, հայցադիմի պատասխան չի ներկայացնում, որևէ կերպ չի պաշտպանվում միջև կոնկրետ դատավարական փուլ,
Այդ պահից սկսած արդեն ռիսկը Հնարավոր է շատ մեծ է։ դատանը ի սկզբանե պարզեցված վարույթ կիրառած լինի, այս դեպքում էլ փաստացին ունի այդ երկշաբաթյա ժամկետը, եթե չեմ Եթե ի սկզբանե կիրառել է, էլի ունի Այո. երկշաբաթյա ժամկետ դրա պատասխան ներկայացնելու միջոցով պարզեցված վարույթից գործը տեղափոխել Այո. ընդհանուր վարույթ։ Այո. Ամեն դեպքում առաջին քայլը հայցադիմի պատասխան ներկայացնելն է։ Հաջորդ քայլը տվյալ իրավիճակում, որը նկարագրել է քաղաքացին, վերջինս եւս պետք է հայցադիմումներ ներկայացնի դատարան, որպիսի տվյալ գործի շրջանակներում հակընդդեմ հայցեր պետք է ներկայացնի այդ փաստերի շրջանակներում հաստատելու համար իր կողմից նշած փաստերը, որովհետեւ միայն հայցադիմի պատասխանով հնարավոր չէ այդ փաստերը հաստատել, ինքը հայցադիմի պատասխանով պաշտպանվում է գումարի բռնագանձման դեմ հայցից, պահանջից, բայց որպիսի իր նշած փաստերը, որ կինը եղել է իրականում կինը, այդպիսի հայտարարություն արել, հետեւաբար այդ գործակները նորմալ են, շուկայական են եւ այլն, պետք է այդ գործակների բնույթը հաստատելու համար իմ կարծիքով այս փաստերի համատեքստում հակընդդեմ հայց ներկայացնի դատարան նման կերպ պաշտպանվելու համար, այսինքն երկու կարևոր գործողություն ունի անելու հայցադիմի պատասխան կամ առարկություն այդ բոլոր իր կողմից նշած պատասխանները հաղորդագրություններ կամ չգիտեմ այլ ապացույցներ ներկայացնելով եւ նաեւ զուգահեռ հակընդդեմ հայց հարուցելով։ Շատ լավ։ Որոշակի ուղղորդումներ այն անձանց, ովքեր պատրաստվում են գնալ սնանկության, ինչն է կարևոր իմանալ։ Մի քանի կետերով ամփոփ կարողանանք ներկայացնել։ Եթե խոսքը վերաբերում է կամավոր սնանկությանը, ապա կարևոր է իմանալ հետեւյալ հանգամանքները։ Առաջին հերթին կամավոր սնանկության համար պետք է որպիսի, եթե ֆիզիկական անձանց մասին ենք խոսում, ֆիզիկական անձի գույքը, այսինքն իր ունեցած ակտիվները, դրանց արժեքը 2 միլիոն եւ ավելի դրամով պակաս լինի պարտավորության չափից։ Օրինակ, անձ ունի 1 միլիոն դրամի գույք ընդհանուր առմամբ, շարժական, անշարժ, էական նշանակություն չունի, դրամական միջոց, արժեթուղթ, կապ չունի, բաժնետոմս, պարտատոմս, ամեն ինչ իրար հետ։ 1 միլիոն դրամի գույք եւ ինքը ունի 4 միլիոն դրամի պարտավորություն։ Այդ անհավասարակշռության պարագայում վերջինս կարող է նախաձեռնել սնանկության գործընթաց, կամավոր սնանկություն եւ եթե մյուսը արդեն անվիճելի վարչական գործերով, անվիճելի անբողոքարկելի վարչական ակտերով առաջադրված դրամական պարտավորությունների գծով եւս վերջին անձը կարող է ուրեմն այսպես ասած ինքնասնանկացման գործընթաց նախաձեռնել։ Իրավաբանական անձանց պարագայում տվյալ գործընթացը ուրիշ ձև է իրականացվում, այսինքն եթե ֆիզիկական անձանց դեպքում ակտիվների արժեքը գնահատման ստանդարտներով է իրականացվում, ապա իրավաբանական անձանց դեպքում արդեն հաշվապահական ստանդարտներով է գնահատվում գույքի արժեքը եւ ֆիզիկական անձի դեպքում այդ հաշվարկի մեջ չեն մտնի այն գույքերը, որոնք օրենքով նախատեսված կարգով բռնագանձման ենթակա չեն։ Օրինակ, եթե անձը միակ բնակարան ունի, այդ միակ բնակարանի արժեքը այդ իր ակտիվների արժեքի մեջ հաշվարկի համար չի ներառվում։ Այսինքն, եթե ինքը ունի մի հատ տուն, որը արժե 20 միլիոն դրամ, եւ ինքը ունի 5 միլիոն դրամի պարտավորություն եւ այլ ոչինչ չունի, այդ 20 միլիոն դրամը չենք հաշվում։ Այդ 5 միլիոնը բավարար է տվյալ պարագայում, որպեսզի ինքը սնանկության գործընթացը նախաձեռնի։ Ձեզ շնորհակալություն եմ հայտնում մեր հրավերն ընդունելու համար, մեր հեռուստադիտողներին հիշեցնում, որ այնինչ որ այստեղ քննարկվում է, կարևոր է իմանալ։ Ամփոփելով այսօրվա մեր կողմից ներկայացված թեմաները կարևոր է հիշեցնել կանխարգելումը, իրավագիտակցությունը եւ անտարբեր չլինելը նույնքան կարևոր են, որքան պատժյան խուսափելիությունը։ Հասարակությունը ուժեղ է, երբ չի լռում անարդարության առաջ եւ չի սովորում ապրել դրա հետ։ Օրենքի գերակայությունն ու մարդկային արժեքների պաշտպանությունը պետք է լինեն մեր ընդհանուր սահմանը, որը ոչ ոք իրավունք չունի անցնելու։ Ձեր ոտնահարված իրավունքների պաշտպանության գործընթացում մենք պատրաստ ենք կանգնել ձեր կողքին, իսկ դրա համար պարզապես պետք է զանգ տալ մեզ նշված հեռախոսահամարներին կամ գրել մեզ հիշելով, որ մենք միշտ պատրաստ ենք շարժվել հանցանքի հետքով։